Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր մայիսի 27-ին ճեպազրություն պատասխանել այն հարցին, թե Ռուսաստանը շարունակում է վերահսկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածների հետ կապված եւ արդյոք նախատեսվում են մարդասիրական օգնության նոր առաքումներ։ Իհարկե, այս մարդասիրական խնդիրը ռուսական կողմի ուշադրության տիրույթում է եւ մոտ ապագայում նախատեսվում է նոր բավական մեծ մարդասիրական ակցիա հայրենական հասարակական կազմակերպություններից մեկի Ռուսաստանի մարդասիրական առաքելության միջոցով։ Հայկական կողմից այս հարցով զբաղվում է Եվրասիա հանրապետական կառույցը եւ իհարկե այլ կառույցներ։ Եվ ինչպես հասկանում եք, հավանաբար հիշում եք Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը։ Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը նախկինում մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան։ Դա նաև 2023 թվականի հոկտեմբերն էր։ Մասսավորապես 6 տոննա սննդամթերք, անձնական հիգիենայի միջոցներ եւ այլն տրվել է ղարաբաղցի տեղահանվածներին, ասել է Զախարովան։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ մայիսի 26-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հուզող մի շարք հարցեր, ուկրաինական հակամարտության համատեքստում եւ հակամարտության հաջող ավարտի կարեւորությունը։ Այս մասին նա ասել է Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում։ Պարոն Պուտինի հետ երեկվա մեր հանդիպմանը մենք բարձրացրել ենք կարևոր հարցեր, որոնք զգայուն են մեր նախագահի համար, հատկապես կարևոր է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ընթացող բանակցություններն արդյունք տան։ Մենք քննարկել ենք Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունները, մենք ռուսական կողմին փոխանցել ենք մեր խնդրանքը Թուրքիայում հետագա հանդիպումներ անցկացնելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև, ասել է Ֆիդանը։ Նա հավելել է, որ Ռուսաստանի ղեկավարության հետ շփումների ընթացքում նրանք հասկացրել են, որ Անկարան պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ այս ուղղությամբ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 54,000-ը, իսկ վիրավորների թիվը 123,000։ Կառավարության լրատվական գրասենյակը հայտնում է, որ զոհերի թիվը հասել է ավելի քան 61,700-ի, ներառյալ անհետ կորածները, որոնք ենթադրվում է մահացել են փլատակների տակ, հայտնում է Ալ Ջազեերան։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Գազայում բոլորն էլ տառապում հիվանդանոց դադարել են անհրաժեշտ բժշկական պարագաների մատակարարումից եւ սարսափելի վնասվածքների բուժումից իսրայելական շրջափակման եւ ինտենսիվ հարձակումների պատճառով։ Համասի եւ ԱՄՆ պաշտոնյաների միջև հակասական տեղեկություններ են շրջանառվում, թե պաղեստինյան խումբը համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկած հրադադարի վերաբերյալ ծրագիր, սակայն պաշտոնական հաստատումներ դեռ չկան։ Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը քննադատել է մի շարք եվրոպական երկրների որոշումը չեղարկել Կիևին ռուսական տարածքին հարվածելու համար զենքի մատակարարման սահմանափակումները։ Ուկրաինայի պատերազմում արևմտյան զենքի հեռահարության սահմանափակումների վերացումը վտանգավոր է, գրել է նա X-ի էջում։ Պետք է խուսափել այն ամենից, ինչը հանգեցնում է էսկալացիայի։ Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի կարող Գերմանիան դարձնել հակամարտության կողմ, ընդգծել է Վայդելը։ Մայիսի 26-ին Մերցը հայտարարեց, որ իր երկիրը վերացնում է Ռուսաստանի Դաշնության տարածքում գերմանական զենքի հեռահարության բոլոր սահմանափակումները։ Գերմանիայի կանցլերի խոսքով նման որոշում են կայացրել Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այս որոշումը պոտենցիալ վտանգավոր է եւ հակասում է կարգավորման փորձերին։ Մոսկվան բարձր է գնահատում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու Վաշինգտոնի պատրաստակամությունը, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև գերիների փոխանակման աշխատանքների մասին հարցին։ Քաղաքական կամք իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները եւ աշխատանքը շարունակվում է, եւ մենք բարձր ենք գնահատում այս փոխադարձ պատրաստակամությունը, ասել է Պեսկովը լրագրողներին պատասխանելով այն թե ինչպես են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարվածները քննադատող հայտարարությունները ազդում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև գերիների փոխանակման կազմակերպման աշխատանքի վրա։ Ռուսաստանի եւ Չինաստանի միջև գործընկերությունն ու ռազմավարական փոխգործակցությունը գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա եւ ապրում է իր ողջ պատմության լավագույն շրջանը։ Երեքշաբթի ասել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Համապարփակ գործընկերությունը եւ ռազմավարական փոխգործակցությունը հասել են աննախադեպ մակարդակի եւ ապրում են պատմության լավագույն ժամանակաշրջանը, ասել է Շոյգուն Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական եւ իրավական հարցերի հանձնաժողովի քարտուղար Չեն Վենկինգի հետ Մոսկվայի անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչների միջազգային հանդիպման ժամանակ։ Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը միմյանց դիտարկում են որպես առաջնահերթ գործընկերներ եւ հետեւողականորեն հավատարիմ են հարգալից, հավասար եւ վստահելի համագործակցության սկզբունքներին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին եւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին մեղադրել է Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ քաղաքական գործիչների վերջին համատեղ հայտարարության կապակցությամբ վավերագրի բացակայության մեջ։ Երկուշաբթի օրը Մակրոնը, Տուսկը եւ Մերցը հատուկ նամակով շնորհավորել են վրաց ժողովրդին անկախության օրվա առթիվ եւ դատապարտել Վրաստանի իշխանությունների գործողությունները քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների եւ հակառակորդների նկատմամբ։ Եվրոպական 3 երկրների ղեկավարները նույնպես աջակցություն են հայտնել վրաց ժողովրդի դեմոկրատական նկրտումներին։ Նամակը հրապարակել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։ Նախ էթիկետի խնդիր է մայիսի 26-ին նման հայտարարություն չանելը։ Մայիսի 26-ը տոն է եւ նման օրերին ընդունված է շնորհավորական նամակներ ուղարկել, տոնական հայտարարություններ անել։ Նրանք չեն պահպանում արարողակարգը եւ էթիկետը, ինչը նշանակում է, որ չեն գործում իրական օբյեկտիվ շահերին համապատասխան, լրագրողներին ասել է վարչապետը։ Նրա խոսքով Մակրոնն էլ դիրքորոշում է հայտնել Ալբանիայում իր հետ հանդիպման ժամանակ։ Երևանի քաղաքապետարանի մասնաշենքերից մեկում խուզարկություն է կատարվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ կոմիտեն ապացուցողական գործողություններ է իրականացրել։ Կաշառք տալու եւ ստանալու դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ապացուցողական գործողություններ են իրականացվում քաղաքապետարանում, ասել են կոմիտեից։ Ըստ մամուլի տեղեկությունների այս գործը կապ չունի նախորդ գործերի հետ եւ որ կան ձերբակալվածներ։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի առաջարկով եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ Շվեյցարիայի բողոքական եկեղեցին մայիսի 26-ից 28-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպել են կրոնական ազատություն, հայկական հոգեվոր, մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում խորագրով միջազգային համաժողով։ Մայիսի 27-ին համաժողովը բացվել է ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ եւ ուղերձով։ Նորին սրբությունը ցավով արձանագրել է, որ Արցախի բռնազավթումից հետո շարունակվում է հայկական սրբավայրերի բարբարոսաբար ոչնչացումը, իսկ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել միջազգային հանրության կոչերը։ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ այսօր շարունակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ազգային ժողովի նախկին падգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործով հերթական դատական նիստը, սակայն որոշում է կայացվել 1 ամսով հետաձգել դատական նիստը։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 1-ին ժամը 14:00-ին։ Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակենյանի գնահատմամբ սահմանադրական դատարանի որոշումը ընդհանրեն ապացուցել է, որ սա քաղաքական հետապնդում է եւ ոչ իրավաչափ։ Միասնական ազգային սահմանադրական կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանը հայտնել է, որ ինքն ու Հակոբ Ասլանյանը չեն համագործակցելու այլ մարդկանց հետ։ Եթե Սերժ Սարգսյանի պատիվ ունեմ խմբակցությունը կամ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան խմբակցությունը առաջադրեն վարչապետի թեկնածու, մենք չենք միանա այդ գործընթացին։ Եթե անգամ Էդմոն Մարուքյանին առաջադրեն իրենք, ապա մենք կրկին չենք միանա։ Սա սկզբունքային հարց է, որ ես եւ Հակոբ Ասլանյանը չենք համագործակցելու այլ մարդկանց հետ, նշել է Աղազարյանը։ Թուրքիան հասկացնում է, որ պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների եւս մեկ փուլ անցկացնել ռուսական կողմի դիրքորոշման պատճառով Վատիկանի հնարավոր միջնորդության անբարենպաստ կանխատեսումների ֆոնին, գրում է թուրքական կառավարամետ Հյուրիետ թերթը հղում անելով աղբյուրների։ Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ Շվեյցարիան եւ Վատիկանը դիտարկվում են որպես Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունների վայրեր։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Վատիկանի համար անհարմար եւ մի փոքր անէլեգանտ կլինի Ռուսաստանի եւ Ուկրաինայի երկու ուղղափառ երկրների հանդիպումը եւ սցենարը, որ նրանք հարցերը քննարկելու են կաթոլիկ հարթակում, իրատեսական չէ։
Ռուսական կողմին պետք չէ համոզել, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսության աշխատանքն արագ սկսելու անհրաժեշտություն կա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովը։ Նա հիշեցրել է, որ հյուպատոսության բացման հարցը մանրամասներն քննարկվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի ընթացքում։ Առայժմ Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսություն չկա, ինչու պաշտոնական պարզաբանումների համար պետք է դիմել հայկական կողմին, նշել է Զախարովան։ Հիշեցնենք, որ Մարիա Զախարովան ապրիլին հայտարարել է, որ ակնկալվում է, որ մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություններ կլինեն գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների շուրջ։ Գազայի հատվածի տարբեր շրջաններին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 81 մարդ, այս մասին հայտնել է կատարական Ալ Ջազիրա հեռուստաալիքը։ Զոհվածների ընդհանուր թվից 53-ը Գազա քաղաքի ռմբակոծության զոհ են դարձել։ Իսրայելական բանակը շարունակում է հրետակոծել իր շրջակայքը եւ հարվածներ է հասցնում նաեւ Պաղեստինյան անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքին։ Մարտի 18-ին Իսրայելի բանակը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում, սկսելով զանգվածային հարվածներ անկլավի դեմ եւ այդպիսով խախտելով հունվարին հաստատված հրադադարը։ Եղանակը առաջիկա օրերին։ Մայիսի 27-ին կեսօրից հետո 28-ից 35 գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաեւ Երևանում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամուշ գնացում։ Երևանում մայիսի 27-ի կեսօրից հետո 28-ից 35 գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում։ Մայիսի 31-ին հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 27-ին կեսօրից հետո 28-ից 35 գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում, 31-ի գիշերը եւ կեսօրից հետո հունիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Մայիսի 27-ի ցերեկը 28-ից 30-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։